Միասին ասենք փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Մենք իր անունով ենք հավաքված իր ժողովուրդը, ակնկալիքով ենք եկել բոլորս էլ հանդիպելու իրան։ Մենք հավատքով ենք եկել այսօր, թե չէ, Տերը փառավորվի։ Առանց հավատքի ոչինչ չի լինի, ավետարանը դա հավատքով ապրելը, հավատքով բժշկվել, կյանք ունենալ։ Թող Հիսուսը փառավորվի, իշքանով ենք մենք հավատում Աստծո խոսքին։ Իշքան հավատանք, այնքան այսօր կառնենք։ Այսօր ձեզանից է կախված ինչ որ պիտի առնեք, թե մարմնավոր բժշկություն, թե հոգևոր բժշկություն, թե կերակուր, թե կենաց ջուր պիտի խմեք, չգիտեմ ինչ, փապագով եք եկել, հավատքով պիտի առնեք։ Օրինակ հավատում եք այս խոսքին, ասում է Մատթեոս ավետարանի 18-րդ գլխից 20 խոսքից եմ կարդում։ Քանզի ասում է ուր 2 կամ 3 հոգի ժողոված ալլան, իմ անունովս հոնեմ ես անոնց մեջ։ Հավատում ենք այս խոսքին։ Հիմա հավատում ենք, որ Հիսուսը ստեղ է։ Ուրեմն հավատքով պետք է առնենք այսօր։ Մենք այս խոսքին ամուր բռնենք, այս հավատքը ամուր բռնենք։ Ես օրինակ հավատում եմ, երբ որ ես հավատում եմ այս խոսքին, ես Հիսուսին հանդիպում եմ այսօր։ Ասենք Հիսուսը փառավորվի։ Հալելույա Հիսուսի 7-րդ գլխից Մատթեոսի ավետարանի մեջ ասենց խոսքեր է գրված։ 7-ում եմ կարդում։ Խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզի։ Փնտրեցեք ու պիտի գտնեք։ Դե որ ասում ենք Հիսուսը ստեղ է, հիմա պետք է փնտրենք, հիմա մեր մեջ մանա գալի։ Ես հավատում եմ ինքը ստեղ է հիմա։ Հավատացեք ինքը ստեղ է հիմա, իր խոսքի մոտ ինքը սուտ չի խոսում։ Մենք չենք հավատում, որ իր խոսքերին։ Հիմա եթե այսօր հավատում ես, որ իր ձեռքը բռնես, այն խոցված ձեռքերը քեզի զորություն ա տալու, բժշկություն ա տալու։ Ասելա ին վերքերով ձեզ պիտի բժշկեմ։ Մենք հավատում ենք այդ խոսքին։ Եսայի մարգարե 53 գլխի մեջ է ասում։ Եվ շարունակ ասում, փնտրեք, հիմա մենք պետքա փնտրենք իրան։ Պիտի գտնեք, ասում, դուրը զարկեք, պիտի բացվի։ Իտարկիրա, դուրը խփում եմ ես ամբողջ հոգով։ Ինչ ասում Հիսուսը Մատթեոսի ավետարան 18-րդ գլխի մեջը։ Ասում է ես գամ հավատ գտնելու եմ։ Տեսնենք ինչպես ենք խնդրելու, հավատքով ենք խնդրելու։ Ու ասում է ով որ փնտրի կգտնի, եւ որ դուրը զարկի պիտի բացվի անոր։ Խփենք այսօր դուրը։ Ոնց են գնում բժիշկների մոտ, դռները նստում սպասում ենք, համբերատար, որ այդ դուրը բացվի, այս աշխարհի բժիշկը գտած, ինչ որ ասեց, ինչ որ բան անի։ Հիմա մենք հավատում ենք, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսը ոնց որ ասում ենք Աստվածների Աստվածն է ինքը իհարկե չաստվածների, Աստված գոյություն չունի, մի հատ Աստված գոյություն ունի, Հայր Որդի Սուրբ Հոգի, չէ՞։ Ինչպես տեսեք, մենք ընդունում ենք, որ ինքն է, անես պետք է ընդունենք, որ գլխավոր բժիշկը ինքն է։ Հավատում ենք դրան։ Այս բժիշկների խելք ու իմաստություն ով է տվել։ Հիսուս Քրիստոսն է տվել։ Բա որ ինքը տվել է, բա որ ինքը մեզ ստեղծել է։ Արեք մենք այսօր ասենք ընտրությունս դու ես Հիսուս Քրիստոս։ Դու ես ընտրում եմ քեզ որպես ինձ բժիշկ։ Ընդունում ենք այդ խոսքերը թե չէ։ Հավատքով ընդունենք այսօր մեծ հրաշքներ ալելու։ Աստված պատրաստել է բոլորիդ, որ մեր սրտերը բացենք, այս ինչ որ կարդում ենք, որ ասում է խնդրեք, ուրեմն սրտանց խնդրենք, ամբողջ սրտով խնդրենք, ամբողջ հոգով, որ հավատանք Հիսուսը ստեղ է, ես իրան պետք է այսօր հանդիպեմ, Տերը փառավորվի։ Եվ կամ թե ասում եմ, ինչ է ասում, ձեզ մե որ մի հայրը կա որ մե եթե իր որդին հաց ուզի, ինքը քարտա, եւ կամ թե ձուկ ուզի, ձուկի տեղը օստա։ Հա, կալի, որ մի ծնողը իր երեխուն վատ բաներ է տալիս, խնդրում է հաց է ուզում, հաց է տալի, չէ՞։ Ոնց եք տալի հացը, քար եք տալի, չէ, ոնց եք տալի, չէ։ Նույնպես ինչ ասում, եւ կամ եթե ձուկի տեղը օստանուն, ուստի եթե դուք որ չարեք ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք, որ չափ ավելի է ձեր հայրը որ երկնքեն, բարի բաներ պիտի տա անոնց, որոնք իր մեկ կխնդրեն։ Թող Հիսուսը փառավորվի։ Մենք խնդրում ենք Իրանից բարի բաներ, ուրեմն ինքը բարի բաներ ա տալու, չար բաներ չի տալու։ Մի տեղ էլ կարտամ ու գալիս ենք աղոթքի սրտանց, այսօր պիտի ցնծություն լինի, այսօր Հիսուսի անունը պիտի փառավորվի բոլորի մեջ, բոլորի սրտերի մեջ, բոլորի վրա, այսօր պիտի բարձրանա Հիսուսի անունը եւ Հայրը պիտի փառավորվի իր որդիով այսօր այստեղ։ Պիտի տեսնի, որ իր որդին ինչպիսի անունը գործեր է կատարվում, պիտի ասի ես իզուրի չեմ զոհաբերել իմ որդուն։ Իշքան զավակներ ունեն, որոնք հավատում իմ Հիսուս Քրիստոսի։ Մի փոքրիկ տեղել ուզում եմ կարդամ Մարկոսի ավետարանի մեջ ու գանք աղոթքի։ Այստեղ շատ կարևոր մի բան է ասում, բայց աղոթում ենք, որպեսզի առնենք, մի բան էլ կա այստեղ, որ պետք է հասկանանք։ Այսօր համար կսեմ Մարկոսի 11-ի մեջ եմ կարդում 24-րդ խոսքից։ Այսօր համար կսեմ ձեզի,
Ինչ բան որ աղոթքով կխնդրեք, հավատացեք, որ պիտի առնեք եւ պիտի ըլլա ձեզի։ Ուրեմն միայն աղոթելով չի, առնելով է։ Հասկանալի է թե չէ, աղոթում ես, ասա հիմա սպասում եմ, պատասխանը սպասում եմ, դուր ասա հիմա։ Եվ աղոթքի կկայնեք, նայեցեք, մեկ ու դեմ բանը ունեք, որպեսզի ձեր մեկ ու դեմ բանը ունեք, որպեսզի ձեր հայրնալ, որ երկինքն է, ներե ձեզից ձեր հանցանքները, իսկ եթե չներեք ձեր հայրնալ, եթե մեկին չեք ներում ձեր հայրնալ, որ երկինքն է, պիտի չների ձեր հանցանքները։ Ուրեմն բանից պարզվում է մեր բժշկությանը շատ կարևոր մի հատ հանգամանք կա, որ խանգարում է մեր բժշկությանը, մեր աղոթքը լսելու, եթե մեկը կա սրտի մեջ ատում է մարդուն, չի ներել մարդուն, փողը չի ներել, խոսքը չի ներել, իր մեջ դառնություն կա, այդ դառնության արմատը միշտ իրան խեղդում է, ինքը չի բժշկվի։ Հիմա ինքը այսօր պետք է ասի, ես ներում եմ, ուստից որ գնամ, խոստանում եմ, գնամ այդ մարդու հետ հաշտվեմ։ Մենք խռով չպիտի լինենք։ Աստված խռովության Աստված չի, խաղաղության Աստված է։ Հասկանում ենք այս բոլոր բաները։ Թող Հիսուս Տերը փառավորվի, հիմա երկով փառաբանենք, աղոթքով, հայր մեր տերունական աղոթքով սկսենք, ու հետո կաղոթենք։ Հիմա ինչ հավատքով որ աղոթես, սկզբիկ խոստովանենք, ամեն մեր սխալները, մեր թերությունները բերենք Տիրոջ առջև եւ սկսենք աղոթքով փառաբանել իրան, ու այսօր անպայման մենք առնելու ենք։ Դադարք չեն գնալու։ Հիսուսը եկել է, ոչ մեկին դադարք չի ուղարկելու։ Երկենք հայր մեր աղոթքով։ Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Տիրոջ ներկայության համար, շնորհակալ ենք այն բոլոր օրհնությունների համար, որ արդեն պաշտամունքի սկզբից մենք վայելում ենք։
Եղբայրներ քույրեր, շատերը գրեցին, զանգեցին եւ ասեցին, որ Էզրևի հոգսեր կա, խնդրում ենք տան անդամի համար, բարեկամի համար, բայց մի բան եմ ուզում ասեմ, եկեք կենտրոնանանք դրա վրա։ Այսօր կարևորը, գիտեք, լավ է ընտանիքի անդամի համար աղոթք անել, հոգսեր կա շատ բերել Տիրոջ առաջ, բայց եկեք ընդունենք մի հատ բան եմ ուզում ասեմ, որ այսօր առաջինը ես ունեմ Տեր Հիսուսի կարիքը, կհամաձայնվեք թե չէ։ Ես ունեմ անձամբ Տիրոջ հետ հանդիպում ունենալու կարիքը։ Պետրոսին ասես դու պիտի հաստատվես Պետրոս, որ եղբայրներիդ պիտանի լինես։ Եկեք այսօր այս վայրի մեջ մեր ոչ մեկից գալը պարապ եւ իզուր չլինի։ Հանդիպենք Տեր Հիսուսին։ Տիրոջ ներկայությունը կա, շատերս վայելեցինք, բայց նաեւ ընթացք կա, որի մեջ ինձ եւ քեզ հանձնարարված է հավատքով մտնել Տիրոջ ներկայության մեջ։ Եկեք միած սրտանց ասենք փառքես Տեր Հիսուս։ Եղբայրներ քույրեր, հոգևոր կյանքը պատերազմ է, համաձայն եք թե չէ, դա Սուրբ Գիրքն է ասում։ Եվ մենք այդ պատերազմի ընթացքը ուզենք թե չուզենք անցնում ենք։ Ձեր կյանքում էլ զգացած կլինեք, որ պատերազմ կա մտքի, պատերազմ կա իրավիճակների։ Մի կողմը մեկ ասում ես, այ մարդ լավ կլինի, կբուժվեմ, բայց մյուս կողմից գալիս են մտքեր, դժվարությունը, հիվանդությունը բարդ է, իրավիճակը ծանր է։ Մի կողմը սկսում է քաջալերել մեր ներսը, որ ապավինենք Տիրոջը, բայց մի ուրիշ միտք միշտ ուզում է թուլացնի մեզի, ուզում է կոտրի մեզի։ Զգացել եք ձեր կյանքում այդ ձևի բան թե ոչ։ Դա տեղի ունեցել ամբողջ Աստվածաշունչ մատյանի ընթացքում, թե Իսրայելի ազգում, թե շատ սուրբերի կյանքի մեջ, եղբայրներ քույրեր։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցման կարգով ասել այդ տեղը, որ գրված է Թվոց 13-րդ գլխի մեջ կատարվեց այդ ձևի բան։ Մովսեսը ուղարկեց լրտեսներ, որ պիտի գնային Քանանի երկիրը լրտեսեին, որպեսի լուր բերեին, թե ինչպիսի երկիր է դա։ Լրտեսների քանակը 12-ն էր, եղբայրներ քույրեր։ Եվ երբ որ լրտեսները հետ եկան, կատարվեց մի հատ բան, եւ ես ուզում եմ կարդամ այդ բանը, որը կատարվեց։ 13-րդ գլուխ Թվոց 26 համարից ուզում եմ կարդամ։ Եվ 40 օրեն ետքը այն երկիրը լրտեսել են դարձան լրտեսները եւ գալով հասան Մովսեսին ու Ահրոնին, Իսրայելի որդիներուն բոլոր ժողովքին, Փարանի Կեդաս վերջապես ժողովքին բերին երկրի պտուղը ցույց տվեցին անոնց։ Եվ ուշադիր ուզում եմ լսենք, որ սա այսօր կարող է կատարվի հենց իմ ներսը։ Պատմեցին անոր ուսին, մեզ ղրկած երկիրըդ գացինք, իրավցնե անիկա կաթ ու մեղր կբխե, եւ անոր պտուղը այս է, բայց այն երկրին մեջ բնակող ժողովուրդը զորավոր է, քաղաքները պարսպավոր են, խիստ մեծ են, նաև հոն ենակի որդիներ տեսանք։ Եղբայրներ քույրեր, շարունակում եմ մի փոքր 32 խոսքից։ Բայց անոր հետ ելող մարդիկ հսին, մենք այն ժողովրդին վրա ելելու կարող չենք։ Վասնզի անոնք մեզ զորավոր են, լսում եք, սա կատարվում է իմ եւ քո կյանքի մեջ։ Եկեք զուգահեռ անցկացնենք։ Հիվանդությունը ահռելի է, իրավիճակը սարսափելի է, ելք չկա այլևս, լրտեսները սկսեցին մարդկանց սրտերը ինչ անել, եղբայրներ քույրեր, ինչ անել, դա կատարվում այսօր իմ եւ քո ներսը, դու հիմա նստած ես, բայց այս ընթացքը կատարվում է քո ներսը, ախր բժիշկ ասեց հնարավոր չի, ախր բարեկամս ասեց իմ մոտ էլ է դա եղե, բայց բուժման հնարավորություն չկա, եկան լրտեսները սկսեցին թուլացնել Իսրայել ազգի սիրտը, եղբայրների սրտերը, շարունակությունը լտեսնենք, վասնզի անոնք մեզ զորավոր են, եւ իրավցնե լրտեսած երկրին համար գեշ լուր բերին, Իսրայելի որդիներուն ասելով, այն երկիրը, որուն մեջտեղ են անցանք զանիկա լրտեսելու համար, իր բնակիչները ուտող երկիր մնե, սիրտները ինչ են անում, զգում եք, գնալով սիրտները թուլացնում է, անոր մեջի բոլոր ժողովուրդը զորմենք տեսանք հաղթահասակ մարդիկ են եւ հոն տեսանք հսկաներ, ենակի որդիներ, այնպես որ մենք մեր աչքին մարախի պես երևցանք եւ այնպես ալ անոնց աչքերին
երևցանք, անոնց աչքերին երևցանք, եղբայրներ քույրեր, էլ տեղ չմնացին, ժողովրդի սիրտը թուլացրեցին, բայց կային երկու եղբայր, հիշում եք, ովքեր կարդում են, հիշում եք, նույն լրտեսների մեջ էին, նույն քաղաքը գնացել լրտեսել էին, բայց նրանք վստահում էին Տիրոջը, փառք Տիրոջը, նրանք ապավինել էին Տիրոջը, նրանք չէին կասկածում Տիրոջ վրա, եւ հիմա կարդում եմ 14-րդ գլուխ 5-րդ խոսքից ինչ հորդոր գնաց, մի կողմը թուլացրեց մարդկանց սրտերը, բայց մի կողմը հորդորը գնաց։ Մովսեսն ու Ահարոն իրենց երեսի վրա անկան Իսրայելի որդիներուն բոլոր ժողված ժողովքին առջև եւ երկիրը լրտեսողներեն Նավեի որդի Հեսուն, Եփոնեի որդի Քաղեբ իրենց հանդերձները պատրեցին։ Լսում եք, թող սա կատարվի հիմա, հավատքով մեր մեջ ինչ արվի սա, կատարվի եղբայրներ քույրեր։ Եվ Իսրայելի որդիներուն բոլոր ժողովքին խոսեցան ասելով. այն երկիրը, որուն մեջտեղ են անցանք զանիկա լրտեսելու համար, խիստ բարի երկիր մնե։ Նրանք ասում էին ինչա, չար երկիր է, ահավոր երկիր է, հնարավոր չի։ Հիմա նստած ես, եղբայրս ու քույրս, սա կատարվում է իմ մեջ, սա կատարվում է քո մեջ, կլինի, չի լինի, կբուժվեմ, չեմ բուժվի, հնարավոր է, անհնարին է, զգում ես հիմա, դու նստած ես, բայց այդ պայքարը զուգահեռ գնում է, բայց Աստծո օրհնյալ զավակները հորդորեցին, այն երկիրը, որուն մեջտեղ են անցանք, զանիկա լրտեսելու համար խիստ բարի երկիր մնե։ Եթե Տերը մեզի հաճի, մեզ այն երկիրը պիտի տանի, ու զանիկա մեզի պիտի տա, որ կաթ ու մեղր բխող երկիր մնե։ Հիմա սիրտները սկսում է ուժեղանալ, զգում եք, միայն թե Տիրոջը դեմ ապստամբ մի լակ եւ այն երկրին ժողովրդեն մի վախնակ, քանզի անոնք մեր կերակուրն են, անոնց պաշտպանությունը գացած է իրենց վրա են, ու Տերը մեզի հետ է, անոնց մե մի վախնակ։ Մի հատ սրտանց ասենք փառք ես Տեր Աստված։ Եղբայրներ քույրեր, Տերը մեզի հետ է, հիվանդությունից մի վախնա, իրավիճակից մի վախնա, խառնաշփոթից մի վախնա։ Բանավոր եմ ուզում ասեմ, ամբողջ Իսրայելի զորքը հարյուրավոր հաղթանակներ էր տարել, բայց ընդամենը մի հատ Գողիաթ եկե կանգնել էր, անարգում էր Աստծո ժողովրդին։ Ժողովրդի սիրտը վերջնականապես ինչ էր եղել, կոտրվել ու թուլացել էր։ Եղբայրս ու քույրս, զուգահեռ ես բոլորը ինչը որ հիմա հորդորվում է, զուգահեռ անցկացրա քո կյանքի մեջ, բայց ընդամենը մի հատ պատանի, որը լեցված էր Աստծո խոսքով, վստահում էր Տիրոջ ասեց, այսով այս անթլփատ փղշտացին, այսօր կարա այդ անթլփատ փղշտացին լինի իմ եւ քո հիվանդությունը, համաձայն եք որ կարող է լինել։ Իմ եւ քո խառնաշփոթ իրավիճակը, այն ելանելի վիճակը կարող է այդ Գողիաթը լինել, որը անթլփատ փղշտացի կոչեց Աստծուն ապավինող զավակը, եւ ինչ արեց, ասեց այսօր քո կործանումը կլինի։ Գողիաթները այսօր կարող են քանդվել իմ եւ քո կյանքի մեջ, հավատքով բռնի հիմա եղբայրս ու քույրս, սա չի գալու Աստված իմ եւ քո փոխարեն անի։ Հիմա դու նստած տեղում ասա Տեր, օգնի ինձի, ների իմ թերահավատությանը, կատարվում է մի հատ բան Իսրայել ազգի մեջ։ Մյուս օրինակը բանավոր բերեմ։ Նեհեմիայի ժամանակ պարիսպները քանդված էր, բոլոր դռները այրված էր, եւ Աստծո զավակների ներսը դրվեց, որ պետքա որոշում կայացվեց, պարիսպները կառուցվի, դռները նորոգվի։ Հիշում եք Նեհեմիայի ժամանակ, բայց ինչ կատարվեց։ Գտնվեցին մարդիկ, նույն աշխատանքը հակառակորդը տանում է բոլոր դարերի մեջ, եղբայրներ քույրեր, ընդունենք թե չընդունենք, նրա ձեռագիրը չի փոխվել։ Եվ Նեհեմիան, երբ որ ձեռնամուխ եղավ Աստծո այդ պարիսպները քաղաքի սարքելու, դռները նորոգելու, գտնվեցին երկու հոգի։ Տուբյան եւ Սանաբաղատը, ես բանավոր եմ ասում, եւ եկան գիտեք ինչ ասեցին, ասին ես ինչ եք անում, դա հնարավոր չի, այդ պարիսպները այրված փոշուց պարիսպ եք դուք սարքելու, ասեց այդ պարիսպը որ սարքում եք, աղվեսն էլ վրայով, հիշում եք այդ տեղը, աղվեսը վրայով քայլի, տեսեք ոնց է ծաղրում, նպատակը որ ասма կքանդվի էդի, դուք չեք կարա, նպատակը որն է, որ Աստծո զավակի հավատքը կոտրի։ Եղբայրներ քույրեր, հակառակորդ ուրիշ բանի համար չի գալի, միայն գողնալու, սպանելու եւ ոչնչացնելու։ Հիմա նա էս վայրի մեջ չի բացառվում,
որ իմ եւ քո վրա կարա աշխատանք տանի, մեր մտքերի վրա, բայց Նեհեմիան զորացած, որովհետեւ Տիրոջ հոգին գործում էր եւ գրված է, «Էս ինչ ամսի, էս ինչ օրը Պարիսպը վերանորոգվեց եւ դռները կառուցվեց»։ Աստված իր գործը կատարեց թե ոչ, այս վայրի մեջ հիմա այդ աշխատանքը գնում է։ Ինչքան է մեծացել խնդրեմը, ինչքան է ահռելի դարձել խնդրեմը, Տիրոջը խոսքը այսօր հորդորում է։ Եղբայրներ, քույրեր, նա չի եկել որ թուլանանք, նա չի եկել որ նվաղենք, նա եկել է որ զորանանք։ Համաձայն եք թե չէ։ Եսայի 41:10 խոսքից կարդում եմ, հավատքով ընդունենք, պատրաստում ենք աղոթքի։ Մի վախնար, քանզի ես քեզի հետ եմ։ Ընդունի հավատքով, եղբայրս ու քույրս, մի զարհուրիր, վասնզի ես քո Աստվածդ եմ, քեզ պիտի զորացնեմ, քեզի օգնություն պիտի ինեմ, իմ արդարությանս աչովը քեզի պիտի բռնեմ։ 13 խոսքը 41 գլխի շարունակությունը կարդում եմ, քանզի ես քո Տեր Աստվածդ եմ, որ քու աջ ձեռքեն կբռնեմ ու քեզի կսեմ, մի վախնար, ես քեզի օգնություն կանեմ։ Ասենք փառք քեզ Տեր Աստված, սրտանց ասա, նա ասում է մի վախնա, ես քեզի օգնություն կանեմ։ Բժիշկը չօգնեց, բարեկամը չօգնեց, բայց Աստված ասում է, ես քեզի ինչ պիտի անեմ, պիտի օգնեմ։ Կարդում ենք այդ տեղերը, Եսայի 43:1-ից կարդում եմ մի քիչ ներքևից, մի վախնար, վասնզի ես քեզի փրկեցի, քեզ քու անունովդ կանչեցի, դուն իմս ես, ասա փառք քեզ Տեր, քո անունով ճանաչում է, քեզ քո անունովդ կանչեցի, դուն իմս ես, երբ ջուրերեն անցնես, քեզի հետ պիտի լամ, գետերեն անցնես, քեզ պիտի չկոխեն, կրակի մեջ են քալես, պիտի չայրես, եւ բոցը քեզի պիտի չբռնկեցնե, քանզի ես քո Տեր Աստվածդ եմ։ Կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ, հավատքով բռնենք այս հավիտենական խոսքերը։ Եղբայրներ, քույրեր, Տերը ներկա է իր խոսքի համաձայն, նա ինձ եւ քեզ մեր անունովը ճանաչում է, խնդրում ենք Տեր Հիսուս, միաբանի մեր աղոթքը հիմա Տեր, քո կենթանի ներկայության մեջ փառավորում ենք քեզ, մեր եղած վիճակի մեջ փառավորում ենք քեզ։ Փառք ամենակարող Տիրոջը, Աստծո սիրելի ժողովուրդ, թող մեր Տիրոջ անունը փառավորվի, որովհետև արժանի է մեր Տերը ամեն փառքի, պատվի ու գոհության։ Եվ ես այսօր մեծ շատ կարոտալի բարևներ եմ բերել Ամերիկայի Սակրամենտո քաղաքի մեր բոլոր ժողովրդից։ Տերը թող օրհնի ձեզի, բոլորը սրտանց բարևում էին, ուրախ էին եւ ասում էին շատ կարոտել ենք, մանավանդ այստեղից եկող շատ ժողովուրդներ որ կային։ Փառք Հիսուսին, Աստված թող օրհնի սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը ներկա է այստեղ, իրավ ցնե, բոլորս զգում ենք իր ներկայությունը։ Փառք իրան, գիտես ինչքան կարևոր է ներկայությունը Տիրոջ։ Մովսեսը ինչ ասեց, գրված է Ելից 33:15-ում, Տեր ասում է, եթե դու իմ արջևից ես մեր արջևից չգնաս, իզուրը մեր ստեղից մեզի մի հանի։ Ինքը հասկացել էր ով է Տերը, եթե Տերը չլներ, ոչ մի բան չէր լինի։ Այդ բոլոր գործող ընթացքը որ արեց Տերն էր, որ արեց սիրելի Աստծո ժողովուրդ, իր ներկայությունն էր, իր խաղաղությունն էր, փառք իր Սուրբ անվանը, որ այսօր այդ Տերը մեր մեջ էլ ներկա է, իր խոսքի համաձայն եղբայրները հիշեցրեցին, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված, ես այնտեղ ներկա եմ նրանց մեջ, մենք ում անունով ենք հավաքվել այսօր, մեր Տիրոջ անունով ենք հավաքվել, Տերը ներկա է մեր մեջ, Տերը սիրում է մեզի, Տերը եկել է, մենք եկել ենք, որ մեզի բժշկի, մեզի մխիթարի, մեզի խաղաղություն տա, որովհետև ինքն է մեր խաղաղությունը սիրելիներս, ոչ ոք չի կարող մեզի խաղաղություն տալ, անձնավորությանը խաղաղության տալ, եթե ոչ միայն Քրիստոսը, փառք քեզի, թող Տերը փառավորվի մեր կյանքում, մեր ընթացքում,
սիրելի Աստծո ժողովուրդ, որ Տերը ուզում է, որ իր ժողովուրդը այո լույսի մեջ քայլի, ճշմարտության մեջ քայլի, եւ գրված է առաջի Հովանու առաջի գլխի 7-րդ խոսքի մեջ, եթե լույսի մեջ քայլեք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակցություն ունեք եւ անոր որդու Հիսուս Քրիստոսի արյունը ձեզի ամեն մեղքից սրբում է, Փառք Հիսուսին, սիրելիներս, որ իր արյան տակ ենք այսօր մեզ, եւ այդ արյունը սրբում է, եւ էսի չորեմայա սիրելիներս, որ մենք պետք է լույսի մեջ քայլենք, ինչ է նշանակում լույսի մեջ քայլել, գրված է հաջորդ համարում, եթե խոստովանվենք մեղքերնից, հավատարիմ եւ արդար է Զանիկա, մեր մեղքերը ներելու եւ մեզի ինչ անելու ամեն անիրավությունից սրբելու, այո Փառք Հիսուսին, որ ինքը մեր ամեն անիրավությունները սրբում է, մեր մեղքերը ներել է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը թող փառավորվի, Տերը մեր հետ է, Տերը իր ժողովրդի հետ է, Տերը եկել է որ բժշկի եւ եկել է հիշեք Կույր Բարթեմեոսին, որ Դավթի որդի ողորմի արգելքներ էին կողքերից մի խանգարի, բայց ինքը չէր դադարում Տիրոջը խնդրելու, Տեր Դավթի որդի ողորմի, ինչ եղավ, այո ողորմություն գտավ քո հավատքը քեզի փրկեց, սիրելի Աստծո ժողովուրդ, դրա համար այսօր մենք որ եկել ենք այո հավատքով պետք է մոտենանք, եղբայրներս ասեցին բոլորը, շատ կարևոր է հավատքը, որ մենք հավատքով մոտենանք Իրան, ինքը պատրաստ է մեզի ամեն ողորմությունները անելու, բժշկելու, մեզի հարություն տալու, մեռելներից հարություն տվեց, հիշեք Ղազարոսին սիրելիներս, որ բոլորը նույնիսկ ասում էին արդեն 3-4 օրվա մեռած է, բայց ինքը ասեց, եթե հավատաս, կտեսնես այդ հրաշքը, այդ ողորմությունը, Ղազարոս վեր կաց եւ ինչ Ղազարոսը հելավ վարշամակով փաթաթված, Ղազարոսը դուրս եկավ, սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը գործում է իր ժողովրդի մեջ էլ այսօր մեռելներն էլ են հարություն առնում, այսօր մեր Սակրամենտոյում մի հատ դեպք եղավ, որ նույնիսկ մի հատ եղբայր ասեցին ինքը մահացել է, արդեն վերջի շնչում է, նույնիսկ իր ընտանիքը արդեն գերեզմանը զակազ էր տվել փոսը փորել էին, այս ճշմարտություն եմ ասում, սիրելիներս, բայց Տերը բժշկեց, բժիշկը չի վերջնական ստորագրությունը տվողը, Քրիստոսն է վերջնական ստորագրությունը տվողը ապրելու սիրելիներս, ես անցա ասում եմ, ձեզ տեսա արյունի մեջ եւ ասեցի ապրի, այո մենք արյունի մեջ էինք, բայց Աստված այսօր մեզի ապրեցրել է, այսօր մեզի կյանք է տվել եւ այսօր իր առջև ենք մենք սիրելիներս, Փառք իր Սուրբ անվանը, շնորհակալ ենք Իրանից, հիշեք մեր Պողոս Առաքյալը, մինչև այդ հալածող էր, սպանում էր նույնիսկ բանտերներ դնում, բայց երբ հանդիպեց Տիրոջ ներկայությունը, ճաշակեց ու արդեն ինքը որպես անոթ արդեն Տերը օգտագործեց, ինչ ասեց ինքը Քրիստոսի հետ խաչը ելա եւ այժմ կենթանի եմ, չէ թե ես, հապա Քրիստոսը կենթանի է իմ մեջ, բայց այժմ որ ես մարմինով ապրում եմ, Աստծո որդու հավատքով կապրեմ, որ ինձ սիրեց եւ իր կյանքը ինձի համար տվեց, ինձի սիրեց իր կյանքը ինձի համար տվեց, ահա տեսեք ինչ կարևոր է մեր Տիրոջ ներկայությունը սիրելի Աստծո ժողովուրդ, մենք հավատում ենք որ Տերը այստեղ ներկա է, Տերը ներկա է այստեղ բժշկելու եւ լսելու մեր ամեն մեկի խոսքը, ինքը սիրո Աստված է, ինքը բժշկող Աստված է, եւ այսօր դրա համար Տերը ուզում է որ իր ժողովուրդը ճշմարտապես հանձնվի, իր սիրտը բաց անի Տիրոջ առջև եւ Տերը պատրաստ է մտնելու եւ ընթրիք անելու, պատրաստ է մտնելու, բժշկելու այդ սիրտը, ոչ թե միայն մարմնավորապես, այլ հոգեվորապես նաեւ կարա բժշկի Տերը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեր կարդում ենք 53-րդ Սաղմոսի մեջ գրված է իրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա,
բայց մենք նրան պատոհարված էինք համարում Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք, իր վերքերով բժշկվել ենք սիրելիներս, բայց հիմա էլ որ հիվանդ ենք, այդ վերքերը զորություն ունի սիրելիներս, բժշկելու այն անձնավորությանը, այն մարդուն, այն հավատացյալին, այն անձին, որ իրան մոտենում խաղաղությունով, հավատքով Տերը պատրաստ է բժշկելու, որովհետև Տերը ներկա է, Տիրոջ հոգին էլ ներկա է այստեղ սիրելիներս։ Փառք իր Սուրբ անվանը, մի հատ սրտանց ասենք փառք քեզի Տեր Աստված, որ դու ներկա ես քո ժողովրդի մեջ, դու մեր մեջ ներկա ես եւ պատրաստ ես բժշկելու, օրհնելու, ինքը պատրաստ է եւ դրա համար ասում է, ով բոլոր ծարավացներ, եկեք ջրերի մոտ եւ դուք, որ փող չունեք, եկեք ծախու առեք եւ կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի, գինի եւ կաթ, ինչու եք փող վճարում եւ ոչ հացի համար եւ ձեր վաստակը չեք ըշտացնող բաների համար, մեկ բան ինձի լսեք, որ բարի կուտեք եւ ձեր հոգին զվարճանա պարարտությունով, ձեր ականջը խոնարեցրեք եւ ինձի մոտ եկեք, լսեցեք եւ ձեր հոգին կապրի եւ ձեզ հավիտենական ուխտ պիտի դնեմ Դավիթի հավատարիմ ողորմությունները, հայ ես նրան ժողովուրդների վկա եմ դրել ազգերին առաջնորդ եւ հնամանատար, ահա չճանաչված ազգիդ պիտի կանչես եւ ազգեր որ քեզի չեն ճանաչում վազելու են քեզ մոտ քո Աստված Եհովայի պատճառով եւ Իսրայելի Սուրբի պատճառով որ քեզ փառավորեց խնդրեցեք Տիրոջը քանի որ նա գտնվում է նրան կանչեցեք քանի որ նա մոտ է ամբարիշտը թող իր ճանապարհը եւ անօրեն մարդիր խորհուրդները ետ դառնա Տիրոջը եւ նա կողորմե նրան եւ մեր Աստծուն որովհետեւ նա շատ ներող Աստված է փառք իր Սուրբ անվանը ինքը շատ ներող Աստված է սիրելի Աստծո ժողովուրդ եւ ուզում եմ վերջի համարը կարդալ Եփեսացիների թղթի 3-րդ գլուխ 3-րդ խոսքից օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնություններով երկնավոր բաներումը Քրիստոսով ինչպես որ մեզ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով մեզ առաջուց սահմանելով որ իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես որ որդեգիր լինենք սիրելիներս մեզի որդեգրեց իրեններին եկավ իրենները իրեն չընդունեցին բայց ովքեր որ նրան ընդունեցին նրանց իշխանություն տվեց ինչ կոչվելու Աստծո որդիներ կոչվելու փառք իր Սուրբ անվանը որ մենք այսօր Աստծո որդիներ ենք սիրելի Աստծո ժողովուրդ Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես իր փառավոր շնորհքի գովասանքի համար որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն սիրելուը որով ունենք փրկություն նրա արյունով եւ մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով ամեն Փառք իր Սուրբ անվանը սիրելի Աստծո ժողովուրդ այո եկեք փառք տանք իրան մեկ անգամ եւս իր մեծ ողորմության համար իր բժշկության համար եւ այս ժողովուրդը եւ մենք բոլորս բժշկության կարիք ունենք թող Աստված այցելի իր Աստվածային հոգով կպնի ամեն մեկի սրտին բժշկի մենք էլ մեր սրտները բաց անենք արի Տեր Հիսուս մենք քեզ ենք սպասում արի ողորմի արի բժշկի արի մխիթարի արի խաղաղություն տուր մեզ ամեն Մեծ սիրելի Փրկչի անունը փառավորվի եղբայրներ քույրեր քաղցրատիրոջ ներկայությունը ինչպես եղբայրները ասեցին եթե Տերը մեզանից առաջ չգնա ինչ ենք ելեկել ստեղ եթե Տերը ստեղ չլինի ինչ ենք անում մենք ժողովուրդ ջան ուրեմն Տերը ներկա է ոնց որ հորդորեցին 2-3 հոգի հավաքված բայց տեղ մի կարևոր բանալի կա իմ անունով հավաքված այդ շատ կարևոր բան է ժողովուրդ ջան Լավոդիկեի եկեղեցին 7 եկեղեցներից մեկը Աստված այդ եկեղեցում չէր ժողովուրդը հավաքված էին ասում է դուք ոչ մի բանի կարիք չունեք այտենց եք դավանում փառավորված եք ոչ մի բանի կարիք չունեք բայց դուք չգիտեք որ թշվառ ու մերկ եք
եւ ասում է ես դուրսն եմ։ Դուրը բացեք ներս մտնեմ։ Հետարքիր է խապված վիճակ, որ մարդիկ դնում են մեկտեղ հավաքվելու վրա շեշտը, բայց մեկտեղ հավաքվելուց չի, ժողովուրդ ջան, այլ Տիրոջ անունով հավաքվելուց է։ Եթե հիմա այստեղ եղբայրները նայեք, հիմա ծառայող եղբայրներ կան։ Եթե մենք մեզ վերագրենք Աստծո գործը, Տերը մեր մեջ չի։ Դուք եկել եք Տիրոջից առնելու։ Հիմա եթե եղբայրներին ապավինեք, սենց ասեմ, էլի Տերը ստեղ չի։ Եկեք ուղենք մեր ամեն այս հարցերը։ Ով որ բժշկվում է, նես բան չանեք, որ մի հատ էս եղբայրը աղոթի, մի հատ ոնց որ հերթով սաղին բան անեք։ Այ ժողովուրդ ջան, բա մեր հավատքը ուր է։ Բա մեր հավատքը ուր է, հավատքով չանենք, Տիրոջը նայենք, Տիրոջը ապավինենք, ժողովուրդ ջան։ Եթե Տիրոջը չապավինեցինք, Տերը ստեղ չի իզուր ալինելու։ Բայց փառք Տիրոջ իշկան հրաշքներ է եղել մեր մեջ։ Եկեք Աստծո գործերը պատմենք։ Աստծո գործերը, ոչ թե մեզ դավանենք, որ ես գնացի, աղոթեցի, բժշկվեցի, դա Աստված չի փառավորում, դա դուք ձեր անունն եք բարձրացնում։ Բայց եթե նախանձավոր եք, որ ստեղ Աստծո անունը փառավորվի, Սուրբ Գիրքը ասում է, թեք ուտեք, թեք խմեք, ինչ էլ որ անեք Տիրոջ անունով արեք, որ ինքը փառավորվի, ժողովուրդ ջան, մեր սիրելի Փրկչի անունը փառավորվի։ Ես մի տեղ եմ ուզում հիշեցնեմ, ոնց որ Գագո եղբայրը ասեց այդ խոսքի շարունակություն, որ գիտեք, անօրենը հուսահատություն է բերում մարդկանց վրա։ Հուսահատություն, վախ է բերում հուսահատություն։ Ես ուղղակի պատմեմ ձեզ Հայրոսի բժշկությունը Ղուկասի ավետարանից 8-րդ գլխից, երբ որ այս մարդը ժողովրդապետ էր 8-րդ գլխի 40 համարից այդ մասին է գրված։ Ինքը ժողովրդապետ էր, այսինքն հավաքույթների ավակն էր, հավաքույթի ավակ, սինագոգի, իրանք սինագոգ էին ասում հրեաները, այդ ժողովարանի ավակն էր։ Ու այս մարդը, որ Հիսուսին գնաց աղաչեց, խնդրեց, իր աղջիկը մահամերձ էր, այդ մի երեխեն ուներ, մի երեխեն, եւ Տերը իրան չմերժեց, իր հետ քայլեց, ու ճանապարհին դիպվածքներ եղան տերատեսկին հետ, որ բժշկվեց, բայց երբ որ արդեն այդ գործը, որ պետքա, այդ մարդը պետքա Հիսուսին տաներ իր տուն, սա գրված է 49 համարից, նա տակավին խոսելիս ժողովրդապետի տանից մեկը եկավ եւ նրան ասեց. աղջիկդ մեռավ, մի աշխատեցնիր վարդապետին, հետարքիր, աղջիկը մեռել է, բայց այս մարդիկ ասում են մի հոգնեցրա Հիսուսին, էլ մի տարկով, ստեղ նպատակը ուրիշ էր, ժողովուրդ ջան, նպատակը ուրիշ էր, որ Հիսուսը ներկա չլինի այս մարդու տանը։ Գիտեք, Աստված ինչքան փափագում է, ստեղ մարդիկ կան հին հավատացյալներ, մարդիկ կան նոր են եկել, առաջին աչքն ու ձախելը չեն տարբերում, բայց ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, Աստված ուզում է դուք իր տանը ապրեք, դուք իր հետ ապրեք, իր սեղանի հաց ուտեք, հոգևորապես եմ ասում։ Աստված ոչ չի ուզում, որ մենք բժշկվենք, այն 10 բորոտներից 9 ոնց էին ու գնացին։ Մեր մոտ Մասիվի եկեղեցում ես ծառայում եմ, այնտեղ Տերը խոսած մի անգամ ասեց, ժողովուրդը գալիս են, բժշկվում են ու գնում են։ Իրանց նպատակը մենակ է դա։ Իրանք Հիսուսի կարիքը չունեն, Հիսուսի ունեցվածքն են ուզում։ Բայց այս մարդիկ, որ ասեցին մի հոգնեցրա, տեսեք, Հիսուսը երբ որ լսեց 50 համարնա, նրան պատասխանեց եւ ասեց. մի վախենար, միայն հավատա եւ կապրի։ Ես իմ մոտ նշել եմ այս համարը, գիտեք, իմ մոտ նշել, ինքան կարևոր համար է։ Մի վախեցի։ Հետարքիր է, մարդը երբ է վախենում։ Ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը կարդացել եք, Ադամը երբ վախեցավ։ Ադամը խի վախեցավ։ Մեղքի մեջ էր։ Չկա մեկը, որ մեղ չգործի, բայց մեղքի մեջը ուրիշ բան է։ Մեղքի մեջը, որ դու ապրում ես այդ մեղքը քո համար ջուր խմել է։ Դա ուրիշ բան է։ Ու գիտեք, Ադամը մեղքի մեջ էր, ինքը չէր զղջացել Աստծո առաջ, ինքը թաքնվեց այդ թփերի հետևը, այսպիսի վախը սուրբ վախ չի, գրված է Աստծո վախը սուրբ է, բայց այդ վախը չէ, այդ վախը տանջանքի ենթակա վախ է, որ մեղքի պատճառով մարդը վախենում է, բայց Աստծո վախը սուրբ է, ժողովուրդ ջան, Աստծուց ակնածանք ունենանք, ակնածանք, բայց եթե ինքը ներկա է, դու ո՞նց ես նստել։ Բա քո նստած ձևը, չէ՞ որ էսի իր տունն է։
Այստեղ իրա տան կանոններն է։ Ինչպես մտար, ինչպես դուրս եկար, սա Աստծո տունն է, ակնածանք պետք է ունենանք։ Բայց այն, որ Ադամը վախեցավ, դա մեղքից էր։ Հիմա ստեղ Տերը այս մարդուն ասում է՝ մի վախեցիր։ Մի վախեցիր։ Սուրբ Գիրքը ասում է՝ համարձակ մոտեցեք շնորհքի աթոռին, համարձակ։ Աստծո ձեռը չի կարճացել, ժողովուրդ ջան, իր հրաշքներ անի, բայց մենք շեշտը չենք դնում դրա վրա, որտեվ շատ տեղեր ուղղակի հրաշքների վրա են շեշտը դնում, բայց ապաշխարություն չկա, ժողովուրդ ջան։ Աշխարհը մտավ եկեղեցի։ Գիտեք, Սուրբ գրքում, Հայտնության գրքում խոսում է մի վարդապետության վրա, որը կոչվում է Նիկողայոսյանների վարդապետություն։ Ասում է, ես զզվում եմ այդ վարդապետությունից։ Մենք հոգով պետք է հասկանանք, այս որ վիճակն է, որ Տերը չի հաճենում։ Չի հաճենում, երբ որ մենք երկու տիրոջ ենք ծառայում։ Հավատացյալ հետ հավատացյալ ենք, անհավատ հետ անհավատ ենք։ Երբ որ աշխարհը մտնում է եկեղեցի, արտաքին տեսքով, ներքինով, բայց աշխարհը մտնում է եկեղեցի, պահեք, մի վախեցեք, մոտեցեք շնորհքի աթոռին, ժողովուրդ ջան, բայց մենք չենք վախենա, երբ որ զղջանք ու խոստովանենք մեր մեղքերը։ Իր անունը փառավորվի, ամեն։ Սրտան շասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Ոմանք հələ դեռ ասենք տեղյակ չեն, թե Սուրբ Հոգին ինչ գործ կատարեց, հետո կզգաք։ Հետո կհասկանաք, որ Աստված գործում է իր Սուրբ Հոգով։ Ոմանք զգում են, ոմանք չեն զգում, ոմանք էլ հետո կզգան։ Եղբայրներ, քույրեր, ըստ Սուրբ Գրքի նայելով պետք է մենք հասկանանք Սուրբ Գրքի նայելով հիվանդությունները ինչի պատճառով են լինում։ Առաջինը լինում է մեղքի պատճառով, մեղքի անիրավության պատճառով։ Ես հիմա կկարտամ այդ տեղերը։ Երկրորդը խելքի պատճառով։ Արդեն հասկանում եք, չէ՞, խելքի պատճառը ո՞րն է։ Այդ պետք է տակ հագնվեր, չես հագնվի։ Սկվազնակի տակ ես գնում, հիվանդանում ես, դա խելքի պատճառով է։ Երրորդը մարդը, որ մահանում է, լինոնց ասած, որ այո, հիվանդության մարդը մահանում է։ Իսկ չորրորդը Աստծո փառքի համար է դա լինում։ Դա Սուրբ Գիրքն է հաստատում։ Հիմա տեսնենք մեղքի պատճառով, տեսնենք Աստված Մովսեսին ինչ պատվիրեց։ Կարդում են բոլորիս համար։ Սա գրված է Ելից 15-րդ գլուխ, Ելից 15-րդ գլուխ, եղբայրներ քույրեր պետք կարտամ 26 խոսքից 15-ի 26-ը։ Ելից 15-ի 26-ը։ Եվ աստես գրված եւ ասավ. Եթե Տիրոջը քո Աստծո ձայնին ուշադրությամբ մտի կնես, հիմա մեզ է վերաբերվում։ Եվ ինչ որ անոր արչև շիտակ ենես, ինչ որ ասուն հաճիլ է նայանես, այսինքն եւ անոր պատվիրանքներուն ականջ դնես եւ անոր բոլոր կանոնները պահես, այն ախտերեն մեկը քո վրա պիտի չբերեմ։ Ախտեր ինչ է նշանակում ախտ։ Հիվանդությունները, ախտերդ մեկը քո վրա պիտի չբերեմ, զորոնք Եգիպտացուց վրա բերեցի, քանզի ես եմ Տերը, քո որ քեզ կբժշկեմ։ Եգիպտացիների վրա այդ հիվանդությունները եղել են, ախտեր միած չի գրած, շատ ախտեր է, եւ ասում է ես եմ Տերը, քո Տեր Աստվածը։ Մյուսը Սաղմոսի մեջ կարդում ենք, հետեւյալը տեսեք, ստե ինչ ասում։ Եղբայրներ քույրեր, Սաղմոս 38-ի առաջի խոսքից, 38 առաջի խոսքից, ով Տեր, քո սրտմտությունով մի հանդիմաներ, ու քո բարկությունով զիս մի խրատեր, վասանզի քո նետերը տին ներսիտիս մխվեցան, եւ քո ձեռքը տին վրաս կիչնե, ու մարմնիս մեջ առողջություն չկա, նորից եմ կարդում, մարմնիս մեջ առողջություն չկա, ինչպես շատերի մեջ հիմա չկա իդի, առողջություն չկա, հիվանդությունները շատ են, քո բարկությանդ համար, իմ ոսկորներուս մեջ հանգստություն չկա, իմ մեղքիս համար, չի ասեմ հարևանի մեղքի համար, ես ինչ քրոջ, ինչ եղբոր մեղքի համար, ստեղ ինչ ասեց, ասեք մի հատ կրկնեք, իմ մեղքիս համար, վասնզի անօրենություններս գլխես վեր բարձրացան, ծանր բեռի պես ինձ վրա ծանրացավ, ծանր բեռի պես ինձ վրա ծանրացավ, եղբայրներ քույրեր։ Հիմա կարդանք Երեմիան, Երեմիայի 30 գլուխ 12 խոսքից, Երեմիա 30 գլուխ 12 խոսքից, վասնզի Տեր այսպես կսե, հարվածդ անբժշկելի է ու վերքդ անդարմանելի, տնանք ինչի պատճառով է դա, զանիկա պատելու համար
քո դատաստանը տեսնողը չկա, քեզի համար դեղ ու սպեղանի չկա, քո բոլոր հոմաներդ քեզ մե մորցան ու քեզ չեն փնտրեր, վասնզի քեզ թշնամի հարվածով անգութ մեկ ու պատժովը զարկի քո անիրավություններուց շատության համար, այդ հարվածները եկավ քո անիրավության շատության համար, քո բեկման համար ինչու կաղաղագես, քո ցավդ անբժշկելի է, այս բաները քո անօրենություններուց շատության համար քեզ երի, քանզի քո մեղքերդ շատացան, քո մեղքերը շատացան, Հոբի գրքում գրված է 5:17, 5:17, Հոբ 5:17, Տերը վիրավորում, ինքը փաթաթում է, Տերը վիրավորում, ինքն է փաթաթում, ինքը զարնում, իր ձեռքերը բուժում են, եթե Տերը վիրավորելը մարդ չի կարող բժշկի, պրոֆեսոր չի կարող քեզ օգնել, ամենամեծ բժիշկը չի կարող, Տիրոջ վիրավորածը երբ պետք է բժշկվի, երբ որ դարձես գալիս, նայ տեսեք, մի բան էլ ուզում եմ անդրադառնալ, այդ խոսքերը պետք է կարդամ, ամեն մեկը դες խոսքի վրա անձնագրություն արեք, եթե ինչ-որ բաներ կա պետք է հրաշ տեղ ունենա, երբ տեղի կունենա, անդամանուծը որ բերեցին, վերևը քանդեցին տան, վերևի արկը, որտեղ տեղ հնարավորություն չկար, երկար ճանապարհով բերել են, նորից հետ չեն կարող վերադառնալ, լրիվ անդամանուծ, մայջի վրա պարկած, կտուրը քանդեցին, իջացեցին, որտեղ Տեր Հիսուսն էր, ժողովուրդը դպիրներ փարիսեցին հավաքվեցին, առաջերտին ինչ արեց միջև բուժելը, ով է հիշում, հե? Առաջերտին ինչ ասես, քո մեղքերը քեզի ներված են, զարմացան քահանապետները, դպիրները, ասին էսով որ մեղքի թողություն է տալիս, մենակ Աստված պետք է տա, ասես որ ավելի դյուրին է, քո մեղքերը ներված են, ասելը, թե ելիր ու քայլեր, ելավ քայլեց, նայ տեսեք Հռոմացիս թղթում ինչ հետարքիր խոսք համար կա, ուզում եմ կարդալ բոլորիս համար, եղբայրներ քույրեր, Հռոմացիների առաջի գլուխ հետևյալ խոսքերը, Առաջի գլուխ կարդում ենք Հռոմացիների 28 խոսքը, ամեն մի խոսքեր ուշադիր եղեք, Ետ լավ կնի որ ձեզ սրտի մեջ ամեն մի բանը որ տեսնում եք, կա զղջակ ասեք Տեր, ների ինձի, Տեր ների ինձի, Առաջի գլուխ նորից եմ կարդում 28 խոսքերը, Եվ որովհետև չուզեցին Աստված իրենց գիտության մեջ պահել, Հավատքը չուզեցին պահել միջև վերջը, Աստված է զանոնք անարգ խորհուրդներում մատնեց անվայել բաներ ընելու, որոնք ուշադիր եղեք, լեցված են ամեն անիրավությունով առաջինը, անառակությունով երկրորդը, անզգամությունով, ամեն մեկը քնեք, ագավությունով, ստեղ ասում է ագավությունով, չարությունով, նախանձով, չարություն, նախանձով լեցված, մարտասպանությունով, հակառակությունով, եթե կարող ես Տեր կարողանես մարդ չեն սպանել, քույրեր ջան, նորադասներ, նայ տեսեք, ովքեր որտեսպանություն են արել, շատ ծանր մեղք եղել, գիտեք ինչ բան որտեսպանություն, մարտասպանությունով, հակառակությունով, կա մեկը որ չունի հակառակություն իր մեջ, նենգությունով, չար սիրտ ունենալով եւ քսուններ, չարախոսներ, չարախոսություն, Աստված ատողներ, նախատողներ, հպարտներ, ամբարտավաններ, չարբան հնարողներ, ծնողած անհնազանդներ, անմիտներ, ուղտ չպահողներ, անգութներ, անհաշտներ, ինչքան կանաչություն, անողորմներ, որոնք իմանալով Աստծո դատաստանը գիտեն, Աստծո խոսքից տեղյակ են, գիտեն Աստծո դատաստանը, նրանք անհավատներ չեն, հավատացյալի մասին է խոսքում, թեև անոնք որ այսպիսի բաներ կենեն, մավան արժանի են, ոչ թե միայն այս բաները կենեն, հապա նողներուն հավանություն ալ կուտան, անողներուն հավանություն ալ կուտան, եղբայրներ քույրեր, ամեն մեկը պետք է հասկանանք, ինչեր կար, որ մեր մեջ հիմա կա, եկեք անկեղծանանք, հենց հոգևորը բժշկվեց, միանգամից մարմնավորը կատարվի, որտեղ Տիրոջ խոսքը հետևյալ ասում, առաջ ինչ է խնդրենք, երկնայինը, մնացածը, չի ասը մի բան կտրվի, մնացած ասենք շատ բաներ կլինի, կտրվի, կլինի, առանց խնդրելու էլ կլինի, որտեղ այդպես ասում, կլինի դրանք, Քրիստոսով եղբայրներ քույրեր, ես խնդրում եմ Պետրոս առաքյալը որ քարոզեց 3000 մարդիկ, մենք մի քանի 100 հոգի ենք, 3000 մարդիկ բոլորը 3000 մարդ ինչ արեցին, իրենց սրտի մեջ զղջացին, այ հիմա մի պահը մերն է, որ մեր սրտի մեջ այս խոսքի համեմատ զղջան, Տերի մեջ բարկություն կա,
անխաղություն կա, չարություն կա, հələ դեռ խռովություններ կան, նենգություններ կան, չարսիտ ունենալ կա, չկամեցող։ Ունակ մի բան ասեմ ձեզ, գիտեք ինչքան կարևոր է, դուք շատ պետք է ուրախ լինեք, որ ձեր առաջնորդները, ձեր հովիվները, սպասավորները ձեզի արտարության են առաջորդում։ Նրանք պետք է փայլեն հավիտյանս աստղերի պես։ Եթե մեկը սովորաբար առաջնորդում է անիրավության, վերջը դատաստանը մեծ կլինի։ Այս ժողովուրդը համար պատասխան կտա։ Մեծատու հարուստը ոչ շնուջ գրվածը շնացող էր, ոչ անառակ էր, ոչ գող էր, ոչ մարտասպան էր։ Անգութ լինելով անգտությունը շատ մեծ մեղք է։ Դրա պատճառով դժոխքում տանջվում էր։ Ուրիշ բան չի գրված իր մասին։ Իր ինքը ուտում էր ամբողջ օր քեֆի մեջ էր, բայց Ղազարոսը փշանքների կարոտ էր նրա։ Գիտեք ինչքան մեծ մեղք է։ Ասում է դատաստանի օրը ողորմությունը պիտի պարծենա։ Հակոբոսն ասում է, նա որ գիտի բարին չի անում, նա մեղք է։ Նա գիտի որ պիտի բարին ան, նա գիտի որ պիտի աղքատին օգնի, նա գիտի սովածին հասնի։ Նա գիտի ոնց ասած որ մասնագետի եկեղեցում ինչ հարցեր կան, հանգանակությանը վերջը։ Նա գիտի, բայց չի անում։ Սիրտը կարծացրեց, ձեռքը փակ է։ Գրված է, նորից եմ կրկնում, ողորմությունը դատաստանորը պիտի պարծենա։ Աստված օգնի, զղջանք մեկ էլ մեղական Տիրոջ առջև, որ հիմա պետք չէ աղոտ պետք է անենք, զղջացեք Տիրոջ առջև։ Ղազարոսը այդ հիվանդությունը մահվան համար էր, մեղքի համար չէր։ Գրված է, թակավոր կրծած, թակավոր եղել։ Ոնց ասած, որ սովորաբար հիվանդ ժամանակ, հիշում եք որ թակավոր է, որ անկողնում զղջաց Եզեկիային մարգարեն Տերը եկավ ասեց, որ հրաժեշտ տուր, չասեց մեղքի պատճառով է։ Հրաժեշտ տուր տանը եւ պետք է մեռնես։ Հրաժեշտ տալ նշանակում է բոլոր հարցերը լուծել, ներողություն խնդրել բոլորին, հաշտվել բոլորի հետ։ Եվ մարգարեն ասեց դուրս եկավ։ Այդ պահը օգտագործեց, այդ պահը պետք է մենք օգտագործենք։ Շուռ եկավ պատի մոտ, որտեղ հիվանդ էր ծանր։ Լացով աղոտ կարեց։ Եվ գիտեք ինչ ասեց իր աղոթքի ժամանակ։ Տեր հիշեն բարությունը, այն ողորմությունը, որ դες արել է մարդկանց։ Դուք հիշում եք Հարապետի համար էլ գրված ինք չէր ինքեր։ Ինքը բարի մարդ էր, Իսրայել ժողովրդին ինչքան օգնություն էր տալիս եւ ժողովատեղին կսարկեց։ Տերը չասեր չէ, դրա պատճառով չեմ անի։ Եզեկայի այդ աղոթքը, կարճ աղոթքը, սրտանց աղոթքը, արցունքով աղոթքը Տեր ասեց մարգարեին։ Գնա, ես լսեց իր աղոթքը, այ Իրանի Տերը օգնի մեզ էլ բոլորիս։ Եվ տեսա իր արցունքները, գնասա 15 տարի կյանք ավելացրեցի։ Եղբայրներ քույրեր, իսկ ինչ վերաբերում է, այո, հիվանդություն կա, ասո փառքեմար, երիտասարդ քույրը, որ մորից ծնված էր։ Ասին իր հոր ծնողի մեղքի պատճառով կամ իր մեղքի պատճառով, ասեց էդի ասո փառքեմար է, որպեսզի Աստված փառավորվի իր որդով։ Ես վկայություններ ինչ եմ արում, ասում եմ գրեք են, բորոտներին ման մի արեք, բժշկվեք ու գնացեք, ոչ մի վկայություն մի տվեք, որպեսզի դրանով Աստծո անունը փառաբանեն։ Իր գործերը պատմեն, եղբայրներ ասեցին, իր մեծությունը պատմեն, իր հրաշքները պատմեն։ Ես նախանձավոր եմ, ուզում եմ եղբայրներ քույր, այստեղից մեկը այսպես չգնա։ Տիրոջ փառք երևնա, Տիրոջ անունը բարձրանա, Տիրոջ հրաշքները կատարվեն։ Մենք վերևում աղոթք ենք անում, ասում ենք Տեր, այո, ոչ մեկը պարապ թող չգնա։ Որ դու գալիս ես, Տերը գալիս է պարապ չի գալիս, առատաձեռ է նա ողորմած է, նա բարյար է միջանկամ եւ ապերախտներ չարի նկատմամբ։ Որ մնաց իր զավակները, որոնք անկեղծ սիրտը բացում են Տիրոջ առջև, հույսը դրեք Տիրոջ վրա։ Եղբայրներ քույրեր, հույսո Աստվածը ձեզի լույս կտա։ Հույսո Աստված ձեզ կբժշկի, ձեր հոգսերը, խնդիրները Տիրոջ բերեք, բայց հավատքով։ Տերը ներկա է, նա նույնն է երեք այսօր հավիտյան։ Նրա ձեռքը չի կարճացել, ոչ մի դարում չել կարճանա, մեկնելու ամեն մեկը որ սրտանց աղաղակում է, զղջալուց սկսես զղջում է, մեղա է գալիս սրտանց, այն խոսքերը որ կարտացի, Տեր այո այս բանի մեջ կա, սրանք էլ կան մեջ։ Եթե սովորաբար եղբայրներ օրդորեցին, մեկը կա որը մեկին չի կարում ներել, իր աղոթքը չի ստացվի։ Ներեք որ ներվեք։ 10,000 տաղանդը ձեզի ներեց, 100 դայեկանը մի 30-40 դոլարի չափ է։ 10,000 տաղանդը մի քանի միլիոն դոլար է։ Տերը իրան ներեց, ինքը իր ծառայողին չներեց։ Ով որ չի կարող մեկին ներել, նույն խոսքը պետք է կատարվի։ Տերը խիստ պետք է պահանջի։ Եղբայրներ քույրեր ներեք։ Այո, սրտանց ներեք։ Ոչ թե այսօր ներեք, վաղը նորից քանդեք, հին մեռելները հանեք, նորից հին բանը հիշեցեք, դա ներել չի։ Որ մի բանը ներվում է, թաղում են, ինչ են անում, չէ՞։ Թաղում են։ Այսօր ինչքան կա, որոնք սովորաբար եսի ձեռը ինչ են անում, տանջվում են։ Եսի ձեռը տանջվում են, որտեղ ինձ ասած, որ դու ինձ բան ասես, դա ինչ ես ասում։ Մի հատ մեր հարևան աղջիկ այդ պատմել է շատ տեղեր,
գնացել էր աշխատակիցներ, մեկը թաղման։ Գերեզմանում կողքի գերեզմանի վրա գիտեք ինչ է գրած եղել, ով որ ասի որ ես եմ, եւ ով որ ասի որ միայն ես եմ, կգա այստեղ, որտեղ ես եմ։ Իրական դեպք է։ Եղբայրներ, քույրեր, հին մարդուց շուտ պետք է ազատագրվել։ Այն բաները, որ հին մարդու բնավորություն է, տեղ ունենք դրանց մաքրվելու, հələ խոստովանվենք, անկեղծանանք, ասենք, այո, ես կարիք ունեմ մաքրվելու։ Հին կյանքով ապրելը, գրված է Քրիստոսով պիտի մենք ապրենք, Քրիստոսը մեր մեջ, մեկ իր մեջ, եւ իրան փառավորող կյանք պետք է ապրենք։ Ինչի համար Տերն ասեց դուք աշխարհի աղ եւ լույս եք։ Պետրոս առաքան ասում է, ով ուզում բարի օրեր տեսնել, ով ուզում է լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունը դարձածի, անպայման բաներ անելու եւ իրան կյանքը օրհնաբեր կլի։ Այո, ցույց է տալիս ճանապարհորդության։ Եթե ուզում ես լավ կյանք ապրես, խաղաղ կյանք ապրես, սուրբ կյանք ապրես, Տիրոջ հետ ապրես գիշեր ցերեկ, նրան ճաշակես, խոսքը պետք է կատարվի։ Եկեք անկեղծանանք։ Հիմա պետք է աղոթների տեղ տանք։ Խնդրում եմ ձեզի, անկեղծացեք Տիրոջ առջև։ Այն խոսքերը, որ ասեցի մեղքերի տեսակները, եղբայրներ, քույրեր, մեղական սկզբից ասենք Տերների, ես ազդագրման կարիք ունեմ, թողուչան կարիք ունեմ, մաքրվելու կարիք ունեմ։ Հենց որ մաքրվեցի, առանց թեկուզ աղաչանքել Տերը հրաշքանի։ Ստեղից բժշկված, մաքրված, թեթևացած կգնաք։ Կանգնեք Տիրոջ առջև։ Աղոթքի ժամանակ մի բացեք ձեր աչքերը, կողքիներն այն թե ոնց են աղոթում։ Ամեն մեկ այդ գոցեք ձեր աչքերը, փափագեք Տիրոջը, որ Տերը ձեզ մոտենա։ Անպայման փափագեք, որ ձեզ մոտենա։ Տիրոջ զորություն անպծածք ինչպես առաջ աղոթների ժամանակ Տեր ավելի մեծ բաներ պետք անի, որ զգաք իր կենտանի հարության զորությունը։ Ինչ որ հոգսեր կան, խնդիրներ կան, հիվանդություններ կան, հանդեսներ են բերել։ Ինչպեսի դժվարություններ որ կլինի, սրտանց պետք աղոթ կանենք։ Ինչպեսի ոնց ասած իմ հոգսը